Տիկին Ղազարյան, երբ որ դուք այս նախաձեռնությունը հղանում եք, ինչու նախապես չեք խորհրդակցում եկեղեցու ներկայացուցիչների հետ, միգուցե շատ ավելի խորքային լուծումներ կառաջարկվեին, իսկ միգուցե խորհրդակցել եք։ Որտեղ մենք հիմա գնում ենք post factum վիճակի հետ, Գերագույն խորհրդի հայտարարությունը եւ այլն տարբեր տեսակետներ են հնչում, երբ որ արդեն նախագիծը շրջանառության մեջ է դրվել, իսկ միգուցե պետք է որ դուք նախապես հայ առաքելական եկեղեցու հետ խորհրդակցեք, մանավանդ հատկապես այս նախագիծը ուղղված է եկեղեցու ժառանգությանը։ Այո, համազգային ժառանգությանը, բայց նաև սեփականության իրավունքով բնականաբար եկեղեցուներ պատկանում։ Նախապես ավելի արդյունավետ կլիներ եւ ավելի շատ խութեր կհաղթահարեինք, քան թե այն, ինչ որ դուք հիմա հնչեցնում եք, որ ընթացքում նոր շերտեր կներգրավեն եւ այլն, ընդհանրապես օրենսդրության մշակման, սա ոչ միայն դեզ է վերաբերում, առհասարակ մեր օրենսդրական գործունեության որակին ես շատ եմ անդրադարձել, շատ հաճախ չմշակված, չմտածված, չքննարկված, այն սուբյեկտները, որոնց վերաբերում են տվյալ նախագիծը, բանից անտեղյակ մեկ էլ արդեն խորհրդարանական լիագումար նիստում գալիս է մի հարցի քննարկում, ինչպես ապահովագրությունը, առողջապահական ապահովագրությունը, տեսնում ենք, թե ինչ, այսպես ասած, after shock-եր են գալիս այդ մի ամբողջ առողջապահական համակարգի շահառուների կամ օբյեկտների եւ սուբյեկտների կողմից նույնն է սրան էր վերաբերում նախապես եթե քննարկեիք թերևս ավելի լավ եւ ավելի խորը լուծումներ կունենայինք